Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, սիրելի հայրենակիցներ, խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել եւ ասել, որ այս ընտրությունները կարեւոր են մեր պետության համար, կնշանակի ոչինչ չասել։ Եվ այս անգամ եւս, սիրելի հայրենակիցներ, դուք պետք է ընտրություն կատարեք անցյալի եւ ներկայի միջև։ Քանի որ նախընտրական ցուցակները հրապարակվել են, նույն անուններն են, նույն դեմքերը, նույն մարդիկ են, ուղղակի տարբեր ցուցակներում ներկայացված։ Եվ այսօր ես ցանկանում եմ, որ ամեն մեկս մեզ մի պարզ հարց տանք. որտեղ ենք եղել մենք եւ որտեղ ենք այսօր։ Այն ժամանակ, երբ նրանք կառավարում էին, դպրոցներ եւ մանկապարտեզներ սեփականաշնորհվում էին, օգտագործվում են իրենց շահերի համար։ Այսօր մենք կառուցում ենք հարյուրավոր մանկապարտեզներ, հարյուրավոր դպրոցներ։ Այսօր մենք ավելի քան 50%-ով ավելացրել ենք դպրոցների պետական ֆինանսավորումը։ Այսօր մեր սիրելի տնօրենները, ուսուցիչները այլևս իրենց համար ընտրություններից ընտրություն բեռ չի դրվում ձայներ բերելու, ինչպես որ նախկինում էին անում։ Այժմ մեր ուսուցիչները, տնօրենները կարող են զբաղվել, վերապատրաստվել, ատեստավորվել եւ ստանալ բարձր աշխատավարձ։ Այսօր ատեստավորված ուսուցիչը միջինում ստանում է 400,000 դրամ աշխատավարձ, կան ուսուցիչներ ստանում են 700,000 եւ ավելի աշխատավարձ։ Մենք բարձրացրել ենք գիտնականների աշխատանքը, այլևս նաեւ շահավետ է որպես գիտնական աշխատել, որովհետև անգամներով մենք ավելացրել ենք նրանց աշխատավարձը։ Երբ մեր թոշակառուները լինում էր ամիսներով իրենց թոշակները չէին ստանում, մենք 18-ից ի վեր 16,000 դրամից թոշակները բարձրացրել ենք 46,000 դրամ։ Իսկ հետվճարի համակարգով այն կազմում է մինչև 56,000 դրամ, դա նվազագույն կենսաթոշակի մասին է խոսքը, սիրելի հայրենակիցներ։ Մենք մի շարք ծրագրեր ենք անում ծնելիությունը խթանելու եւ ունենք բավականին լավ արդյունքներ։ Ուղղակի 3 րոպեում ես չեմ կարող բոլոր մեր կատարած ծրագրերի մասին խոսել։ Երբ նրանց կառավարման տարիներին սահմանամերձ գյուղերը դատարկվում էին, պատճառը մեկն է, քանի որ ոչինչ չէր արվում այդ գյուղերում, մենք այնտեղ կառուցում ենք հազարավոր տներ։ Եվ ընդհանուր առմամբ 15,830 ընտանիք ստացել է բնակարանային աջակցություն մեր կառավարման տարիներին։ Երբ տնտեսությունը խեղդված էր մենաշնորհներով, այսօր մենք բացել ենք դաշտը բոլորի համար։ Այլևս ոչ ոք չի թելադրում, ով ինչ ներկրի, ով ինչ բիզնես անի, փայ չեն մտնում բիզնեսին, մարդիկ ավելի շատ են վաստակում։ Միջին աշխատավարձը բարձրացել է կրկնակի, աղքատության մակարդակը էականորեն նվազել է։ Գրեթե մենք չունենք ծայրահեղ աղքատություն, շատ չնչին տոկոս է մնացել եւ վստահ եմ մեր քաղաքականության շնորհիվ նաեւ կարող ենք ամբողջովին վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Ստեղծել ենք մոտ 300,000 աշխատատեղ այս տարիների ընթացքում։ Մենք կառուցում ենք ճանապարհներ, լուսավորում ենք համայնքներ, զարգացնում ենք ենթակառուցվածքները։ Եվ ամենակարևորներից, սիրելի հայրենակիցներ, մենք ներդրել ենք առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Այլևս Հայաստանում ոչ մի ընտանիք ստիպված չի լինի իր գույքը վաճառել իր ընտանիքի անդամի կյանքը փրկելու համար։ Եվ մենք իրականության մեջ ունենք դեպքեր, երբ քաղաքացին 4 միլիոն դրամի վիրահատություն է ստանում պետության աջակցությամբ։ Էլ չեմ ասում աչքի վիրահատությունների ռեկորդային թվի մասին, որը մեր հայրենակիցները տարիներ շարունակ չէին կարողանում այդ վիրահատությունները իրականացնել։ Կներեք, պարոն Արշակյան, եւ վերջում նաեւ խոսեմ ամենակարևորի մասին։ 2022-ից 25 թվականների ընթացքում ավելի շատ միջոցներ են ուղղվել բանակին, քան նախորդ ամբողջ տարիները վերցրած միասին։ Այսօր, սիրելի հայրենակիցներ, մենք հասել ենք խաղաղության։ Այլևս իրողություն է խաղաղությունը, եթե նրանց կառավարման տարիներին, այսպես ասած, սողացող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն տարիներին մենք գրեթե ամեն օր լսում էինք զոհի մասին, մենք այսօր արդեն 2 տարի եւ ավել է մենք սահմանային զոհ չունենք։ Եվ սա այլևս իրողություն է, սիրելի հայրենակիցներ, սա հաստատված խաղաղություն է եւ ես վստահ եմ, որ հունիսի 7-ին, սիրելի հայրենակիցներ, դուք տեր եք կանգնելու խաղաղությանը։ Շնորհակալություն։